Միջազգային մարդասիրական քրիստոնեական ժառանգության լիգա կազմակերպությունն անդրադարձել է Արցախյան պատերազմին, այն բնութագրելով որպես քրիստոնյաների դիմակայության օրինակ իրենց շահերը պաշտպանելու հարցում։ Կազմակերպության տարածած հոդվածում մասնավորապես ասվում է, Լեռնային Ղարաբաղի պատերազմն այդ հնագույն հայկական տարածքներում հայ քրիստոնյաների ֆիզիկական փրկության համար էր։ Ի դեպ, հոդվածում հիշատակվում են նաև Ղարաբաղ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանի տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը 2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ կմատուցի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդպիսով Հռոմի Պապն ընդունել է 1 տարի առաջ պատրիարք Ներսես Պետրոս 19-րդի միջոցով հայկական կաթոլիկ եկեղեցու հրավերը պատարագ մատուցել հանուն ցեղասպանության ճանաչման։ 2013 թվականի հունիսին Կիլիկիայի հայոց թեմի առաջնորդ Ներսես Պետրոս 19-րդի հետ հանդիպման ժամանակ Հռոմի Պապն ընդունել էր նաև հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքի դստերը, ում ասել էր դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։ Ի դեպ, Ֆրանցիսկոս առաջինի այդ քայլն առաջացրել էր Թուրքիայի հիստերիան եւ այդ երկրի արտգործնախարարությունը բացարձակ անընդունելի էր համարել Հռոմի Պապի նման արտահայտություն։ Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների եւ դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարության տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել արտգործնախարարությանը եւ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար։ Նախատեսվում է նաեւ, որ կավելացվի Իրաքի եզդիներին Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը։ Հարկավոր է բացառել Սևանա լճի նկատմամբ Հայաստանի ղեկավար շրջանակների սպառողական քաղաքականությունը օգոստոսի 18-ին հայտարարել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը, անդրադառնալով 2014 թվականի Սևանից հավելյալ ջրառի վերաբերյալ կառավարության որոշմանը։ Ըստ նրա, հիդրոէկոլոգիայի ինստիտուտը զբաղվում է Սևանի խնդիրներով, սակայն երբեք որևէ գիտական հիմնավորում չի ստացել նախքան կառավարության կողմից որոշում ընդունելը։ Մենք չգիտենք, թե ինչպես են հիմնավորվում նման երբեմն անհեթեթ որոշումները։ Խախտվում է Հայաստանի Հանրապետության Սևանա լճի մասին օրենքը, քանի որ մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի օրենքում պարտադիր պայման լինի ջրի մակարդակի դրական բալանսի պահպանությունը։ Սակայն կառավարության վերջին որոշման իրականացումը չի կարող չնվազեցնել լճի մակարդակը, ընդգծել է Էվելինա Ղուկասյանը։ Մոսկվայում օգոստոսի 18-ի առավոտյան Թուրքիայի դեսպանատան վրա կրակոցներ արձակած անձը Հայաստանի քաղաքացի է, հայտնում է ռուսական Մոսկովսկի Կոմսոմոլեց թերթը, հղում անելով ոստիկանության սեփական աղբյուրներին։ Նշվում է, որ կրակողը Դոբրիլես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն 35-ամյա Արթուր Միրզոյանն է։ Ըստ նախնական տեղեկությունների, նրա կրակոցների թիրախը եղել է դեսպանատան շենքի վրայի Թուրքիայի զինանշանը, որին էլ կպել են 2 կրակոցները։ Այս տարի Թուրքիայում առաջին անգամ ժողովուրդն ուղղակի կերպով ընտրեց երկրի նախագահին։ Օգոստոսին կայացած նախագահական ընտրությունները ընտրապայքարի հարթակ էին նաև այդ երկրի ազգայնականների համար, մասնավորապես քեմալականների ու գորշ գայլերի, որոնք ապացուցեցին ունեն իրենց ընտրազանգվածը։ Թուրքագետ Ռուբեն Մենքոնյանի խոսքով այս ընտրություններում նկատվեց նաև քրդերի քաղաքացիական ինքնության աճ, ինչն էլ առաջիկայում նոր զարգացումների կբերի։ Բացի այդ, պակաս հետաքրքրական չէ, թե այսուհետ ինչպիսին է լինելու արդեն նախկին նախագահ Գյուլի պահվածքը։ Արդյոք նա կդառնա երիտասարդ թոշակառու, թե կունենա որոշակի քաղաքական հավակնություններ։ Թուրքագետն առայժմ դժվարանում է ասել։ Այս պահին Գյուլը չի կարող լինել վարչապետ, քանի որ վարչապետ լինելու համար պետք է լինի падգամավոր։ Կարծում եմ, մինչև 2015 թվականի ընտրությունները Թուրքիայում կլինի անցումային մի վարչապետ, որը ամենայն հավանականությամբ կլինի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, իսկ արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար էլ մեզ համար տխրահռչակ պաշտոնյակար Չավուշ Օղլուն։ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն իսկ հակահայկական հռետորաբանություն է դրսևորել դեռ նախընտրական շրջանում, երբ վիրավորական էր որակել իր հայ լինելու վարկածը։ Սա մի բացատրություն ունի։ Էրդողանը գտնվում է ինքնության ճգնաժամի մեջ եւ միգուցե նրան պետք է հաջողություն մաղթել գտնելու համար իր իրական ինքնությունը։ Առաջիկայում Թուրքիայից պետք է սպասել Հայաստանի եւ հայության նկատմամբ ավելի ագրեսիվ ու ոչ հանդուրժողական վարքագիծ, որի առաջին դրսևորումը կլինի Էրդողանի Ադրբեջան առաջիկայցի ժամանակ։ Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, մասնավորապես ծայրահեղ իսլամիստների կողմից եզդիների ցեղասպանությանը, թուրքագետը նկատում է Անկարայի նկատելի աջակցությունը զինյալներին։ Այսօր այն
ծայրահեղականները, որոնք իրականացնում են եզդիների ցեղասպանությունը, դրանք Թուրքիայի անվերապահ աջակցությունը ունեցող գրոհայիններն են։ Մելքոնյանն ընդգծում է, եթե դատապարտվեր հայոց ցեղասպանությունը, նոր ցեղասպանություններ հաստատ տեղի չէին ունենա։ Անահիտ Հակոբյան, Դավիթ Ավետիսյան, Երևան լրատու։ Ուկրաինայի ուժայինները հայտարարել են, որ շրջապատել են Լուգանսկը եւ քաղաքի մի քանի շրջանների վրա վերահսկողություն են սահմանել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության եւ պաշտպանության նախարարության տեղեկատվաբեր լուծական կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն։ Ուկրաինական զինվորականներին հաջողվել է վերագրավել Լուգանսկի մի մասը։ Քաղաքը գրեթե ամբողջովին շրջապատված է եւ դրա ազատագրման համար գործողությունները դեռ շարունակվում են, հայտարարել է Լիսենկոն։ Նա նշել է նաեւ, որ վերջին օրերին Դոնեցկում եւ Լուգանսկում ուժայինները 25 անգամ կրակահերթի մեջ են մտել զինված միավորումների հետ։ Մեկ օրվա ընթացքում զոհվել է 9 ուկրաինացի զինվոր, եւս 20-ը վիրավորվել է։ Միսուրի նահանգի նահանգապետ Ջեյ Նեքսոնը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Ֆերգյուսոն քաղաքում կտեղակայվեն ազգային գվարդիայի ստորաբաժանումները։ Կապված Ֆերգյուսոն քաղաքի բնակիչների վրա միտումնավոր եւ համակարգված հարձակումների հետ ես խնդրում եմ ազգային գվարդիայի պրոֆեսիոնալ պատրաստված տղամարդկանց եւ կանանց խաղաղություն եւ կարգ ու կանոն հաստատել քաղաքում, ասվում է Նիքսոնի հրամանագրի մեջ։ Հավելենք, որ օգոստոսի 18-ի գիշերը Ֆերգյուսոն քաղաքում բախումները սկսել են նոր ուժգնությամբ, որոնք ցայքել են օրեր առաջ ոստիկանների կողմից սպանված դեռահասի դեպքի առիթով։ Քաղաքի փողոցներ են դուրս եկել 400-ից ավելի մարդ, այդ թվում կանայք եւ երեխաներ։ Նրանք ոստիկանների ուղղությամբ մոլոտովի կոկտեյլ են նետել, վերջիններս էլ ի պատասխան ծխացող նռնակներ են շպրտել ցուցարարների վրա։ Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը որպես սոցիալական պաշտպանության բարձրագույն աստիճան օրինականացրել է մահապատիժը։ Օրենսդրությունը մահապատիժ է նախատեսում ծանր հանցագործությունների համար։ Ինչպես հայտարարել է հանրապետության առաջին փոխվարչապետ Վլադիմիր Անկյուֆեևը, մահապատիժի կիրառումը վրեժ չէ, այլ սոցիալական պաշտպանության բարձրագույն աստիճան։ Մենք պետք է տուժածի նրա հարազատների կողմից լինենք, մենք պարտավոր ենք պաշտպանել ժողովրդին, հայտարարել է փոխվարչապետը։ Տիբեթում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը, որի հետևանքով 4 մարդ զոհվել է, 13 մարդ համարվում է անհետ կորած, իսկ 29 հոգու հաջողվել է փրկել։ Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները։ Ավելի վաղ օգոստոսի 9-ին նմանատիպ պատահար էր տեղի ունեցել Չինաստանի հարավ-արևելքում Տիբեթի շրջանում։ Այդ ժամանակ տուրիստական ավտոբուսի անդունդ մտնելու հետևանքով 44 մարդ զոհվել էր, 11-ը վիրավորվել։ Սիրիայի ռազմաօդային ուժերը 26 հրթիռային հարված են հասցրել ծայրահեղական իսլամական պետություն խմբավորման բազային Ռաքա քաղաքում։ Ականատեսների վկայությամբ արդյունքում զոհվել է առնվազն 30 զինյալ, կան տասնյակ վիրավորներ։ Խաղաղ բնակիչների շրջանում վիրավորների թիվը հասնում է 22-ի։ Օգոստոսի 26-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա հայ անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի նվիրված մնացյալը կյանքեր տեսաֆիլմի պրեմիերան, որը նվիրված է լուսահոգի արվեստագետի ծննդյան 85-ամյակին։ Տեսաֆիլմում օգտագործված են եզակի կադրեր կոմպոզիտորի անձնական արխիվից, ինչպես նաև նկարահանումներ են կատարվել նրա ձեռքով կառուցված տանը։ Ֆիլմում Տերտերյանի մասին պատմում են նրա որդին, երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը, ինչպես նաև Այրիվանի նրա հարևանները։ Հնչում են հատվածներ Ավետ Տերտերյանի 60-ական թվականներին գրված ստեղծագործություններից, նրա հանրահայտ 3-րդ եւ 6-րդ սիմֆոնիաներից։ Օգոստոսի 27-ին Գաֆեսչյան դասական երաժշտության համերգաշարի շրջանակում տեղի կունենա Կարեն Շագալդյանի «Ջութակ առանց սահմանների» խորագիրը գրող համերգային ծրագիրը։ Մենակատարներ Ջութակ Կարեն Շալգադյան, Աստղիկ Վարդանյան, դաշնամուր Սոնա Բարսեղյան։ Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Սասունի Մարութա լեռան գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերանորոգվի Սասունի հայրի միության ջանքերով։ Եկեղեցու ամբողջական վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտվել 2015 թվականի հուլիսին։ Կարևոր հնագիտական գտածոն Հռոմի առաջին կայսեր Օգոստոսի ախորտները կայսեր մահվան 2000-ամյակի առիթով վերականգնելու ծրագիրը ձախողվել են անբավարար ֆինանսական պատճառով։ Դրա հետևանքով պեղված ախորները կծածկվեն անջրաթափանցի գործվածքներով, դրանց նոր բացահայտումը թողնելով հաջորդ սերունդներին։ Հայտնի է, որ Օգոստոս կայսերն ախորները կառուցել էր մեծ Սիարշավարանում ելույթ ունեցող իր նժույգների համար։ Դրանք հայտնաբերվել էին Հռոմի սրտում, Վիագիլա տեղանքում։ Իդեպ Հռոմի իշխանությունները նույն խնդրի պատճառով չեն կարողացել վերանորոգել նաև Օգոստոսի դամբարանը։ Իրեն հավերժ ուսանող համարող նկարչի Մոդ Ուայթը ներկայում ուսանում է Բուֆալոյի համալսարանում։ Ամերիկույն ստեղծագործում է թղթի հետ աշխատելով, նրբագեղ ու ճշգրիտ կտրվածքներ անելով։ Ուայթը մասնավորապես ստեղծում է թղթաժանյակներ, որոնք ոչ միայն առանձին պատկերներ են, այլև ամբողջական տեսարաններ ու պատմություններ։ Մանանա Հովակիմյան, Երևան լրատու։
Դորտմունդի Բորուսիայի արձակվող Պիեր-Էմրիկե Օբամեյանգի կարծիքով իր եւ Հենրիխ Մխիթարյանի հաջող համագործակցությունը կախված է նույն լեզվով՝ ֆրանսերեն խոսելու հետ։ Ես եւ Մխիթարյանը խոսում ենք նույն լեզվով։ Դա է մեր առավելությունը։ Այդ ժամանակ մրցակիցները չեն հասկանում մեզ, սակայն անկախ դրանից մենք շատ լավ ենք հասկանում միմյանց եւ հույս ունեմ, որ համագործակցությունը կշարունակվի, նշել է գաբոնցի ֆուտբոլիստը։ Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին խաղում Բորուսիան հաղթել է 4-1 հաշվով։ Այդ մրցավեճում դուբլի հեղինակ է դարձել Օբամեյանգը, իսկ դորտմունդցիների առաջին գնդակը խփել է Հենրիխ Մխիթարյանը։ Օգոստոսի 16-ին գերմանական Էրֆուրտի Մեսահոլց սրահում անցկացված բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ են դուրս եկել Նորայր, Նոել Գևոր եւ Աբել Միքայելյանները։ Բռնցքամարտի եղբայրները հիանալի մենամարտեր են անցկացրել, հերթական վարկանշային միավորներ ձեռք բերելով։ Նշենք, որ Նոելը միավորների առավելությամբ հաղթել է բելգիացի Իսմայիլ Աբդուլին, իսկ Աբելը հաղթանակել է 4-րդ ռաունդում հունգարացի մրցակից Աթիլա Պալկոին նոկաուտ ուղարկելով։ Նշենք, որ Նոել Գևորի համար սա 13-րդ հաղթանակն էր, իսկ կրտսեր եղբայրը Աբելը տոնել է իր 8-րդ հաղթանակը։ Ավելենք նաև, որ եղբայրները առաջին անգամ էին պրոֆեսիոնալ ռինգում մենամարտում նույն երեկոյի ընթացքում։ Յուվենտուսը որոշել է թիմի 29-ամյա արձակվող Ֆերնանդո Լյորենտեին չվաճառել Վալենսիային։ Իսպանական ակումբը արձակվողի համար առաջարկել է 10 միլիոն եվրո, իսկ Յուվենտուսը պատրաստ է բաժանվել նրանից հանուն Մոնակոյի արձակվող Ռադամել Ֆալկաոյի։ Արդյունքում Թուրինյան ակումբի ղեկավարությունը հրաժարվել է այդ գործարքից։ Նշենք, որ 2013-2014 թվականների մրցաշրջանում Լյորենտեն Իտալիայի առաջնությունում մասնակցել է 34 խաղի, խփել 16 գոլ եւ կատարել 5 գոլային փոխանցում։ Ֆրանսիական Բաստիան մտածում է բրազիլացի արձակվող Բրանդոյի հետ պայմանագիրը խզելու մասին։ Պատճառը բրազիլացու վարկներ ՊՍԺ-ի եւ Բաստիայի միջև ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղից հետո, երբ նա կոտրել է Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Թիագո Մոտայի քիթը։ Եթե Լիգա 1-ի ղեկավարությունը մեղավոր ճանաչի Բրանդոյին, ապա նրան սպառնում է 2 տարվա որակազրկում։ Բացի այդ, Բրանդոյի վարքի վերաբերյալ հետաքննություն կսկսի ոստիկանությունը։ Վալենսիայի եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էվեր Բանեգան կարիերան կշարունակի իսպանական մեկ այլ թիմում՝ Սևիլիայում։ Իսպանական ակումբը 1 տարով արձակալել է 26-ամյա ֆուտբոլիստին։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում Բանեգան վարձավճարով հանդես էր գալիս արգենտինական Newell's Old Boys-ում, որի կազմում անցկացրած 14 խաղերում դարձել է մեկական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Ավելենք, որ Էվեր Բանեգան 2008-ից էր խաղում Վալենսիայում։ Մյունխենի Բավարիայի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հերթական անգամ Մյունխեն Դորտմունդյան առանց այն էլ ջերմ հարաբերությունների կրակի յուղ է ավելացրել։ Գերմանական ֆուտբոլի լեգենդը հայտարարել է, թե չի հավատում Մարկո Ռոյսի նվիրվածությանն իր ակումբին։ Եթե 2015 թվականի Ռոյսը չտեղափոխվի Բավարիա, ապա ամենայն հավանականությամբ եվրոպական որևէ այլ ակումբ կտեղափոխվի, լինի դա Ռեալը թե Մանչեսթեր Յունայթեդը։ Դժվար թե Դորտմունդում կարողանան նրան պահել։ Ես անգամ պատկերացնել չեմ կարող, թե որքան լավը նա կլինի Բավարիայում։ Ու եթե Մյունխենն այդ հնարավորությունն ունի նման բարձրակարգ ֆուտբոլիստի իր կազմում ունենալու, ապա անպատճառ պիտի անի դա, ասել է Բեկենբաուերը։ Թենիսի կանանց Ցինցինատի մրցաշարն ավարտվել է աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հաղթանակով։ Եզրափակչում ամերիկուհին 2 սեթում առավելության է ասել սերբ Աննա Իվանովիչի նկատմամբ։ 1 ժամ 3 րոպե տևած մրցախաղն ավարտվել է 6-4, 6-1 հաշվով։ Սա 33-ամյա Սերենայի 5-րդ տիտղոսն էր այդ մրցաշրջանում եւ 62-րդը կարիերայում։ Ի դեպ, Ցինցինատի մրցաշարի մրցանակային հիմնադրամը $2.5 միլիոն է։ Ռոջեր Ֆեդերերը նվաճել է թենիսի տղամարդկանց Ցինցինատի մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Եզրափակչում 33-ամյա շվեյցարացին 3 սեթում առավելության է ասել Իսպանիան ներկայացնող Դավիդ Ֆերերի նկատմամբ։ 1 ժամ 43 րոպե տևած մրցախաղում Ֆեդերերը հաղթել է 6-3, 1-6, 6-2 հաշվով։ Այդպիսով Ֆեդերերը նվաճել է երկրորդ տիտղոսն այդ մրցաշրջանում եւ 80-րդը կարիերայում։ Անդրանիկ Ազատյան, Երևան լրատու։